Նարե, չես պատկերացնի ինչ է կատարում սառնարանում։ Խոհանոց։ Որքուրը միջև մեջքը մտել է սառնարանը։ Ապēc ինչ ես խնդում։ Իսկ քեզ համար խնդալու չէ։ Սովորական բան է։ Վայ, Նարե։ Լավ, այդ հեչ։ Ես գնում եմ Մարայի ծնունդին, իսկ դու ոչ մի բան չես ասում իմ գեղեցկության մասին։ Մամայից հարցրել ես։ Հա, Նարե, թույլտվություն ստացել եմ։ Դե գնա, եթե ստացել։ Իսկ կապված գեղեցկության հետ ոնցն է։ Ինչպես միշտ։ Այսինքն, որ մի քիչ սրանք մաքրես 18-ից 20 կերևս։ հաջողություն։ Այդ աղջիկը ուր գնաց այդպես զարդարված։ Ծնունդ։ Ծնունդ։ Ինչի։ Հեչ։ Ուղղակի զարմանում եմ, որ այդ տեսքով էր գնում։ Բայց ոնց գնում։ Դե գիտես ինչ, օրինակ այդ աստիճանի տենց վուլգար հագնված չէի թողնի, որ իմ աղջիկը գնար։ Դա մորը թուլությունն է, գիտես։ Ինչ դուր եկավ, շատ էլ սիրուն էր։ Իսկ գիտես, այդ սիրունությունը մի քիչ, ոնց ասեմ, դա հարաբերական փիլիսոփայություն է, ուղղակի դա դու չես հասկանա։ Ովքեր մի նախանձի, դու որ մեծացել ես, ինքը սիրուն է մնացել։ Ես մեծ չեմ։ Ու ես յուրովի սիրուն եմ։ Անդաստիրա։ Համել ես երիտասարդ եմ ու շատ գեղեցիկ։ Մի հատ փողոց դուրս գամ, տես ինչքան երկրպագուներ կունենամ, դրան տեսեք։ Վայ, ես եկել եք, այսքան շուտ, զանգեի գոնե մի բան սարքեի։ Գնամ, Ռուզան։ Չէ։ Ես որ շուտ եմ եկել սուրճը չես տալու։ Չէ, հիմա կբերեմ։ Մենակ սուրճ։ Նա։ Բա Արսենն ուրա։ Կգա։ Նա։ Ռուզան, Արսենին էլ սուրճ բեր։ Գլուխ սպայթում է։ Իմ ասեմ դեղ բերեմ։ Չէ, նստի։ Ոնց որ թե սխալ բան արի։ Իրավունք չունեի։ Ես այդ կնոջը ասեցի, որ հաստատ գիտեմ, որ իր աղջիկներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Ես երբեք այդ տեսակ սխալ բան չէի արել։
Մենք ենթադրում ենք, որ տենց է, բայց Հիմա ես հաստատ համոզված եմ, որ այդպես է։ Եթե դու նրան այդ պահին տեսնեիր, կհասկանայիր։ Իսկ ինչ ասեց։ Երկեց։ Բայց ես նրա աչքերը տեսա, հասկանում ես։ Ինձ ուրիշ պատասխան պետք չէր։ Ուղղակի որ դաժան բան արեցի։ Աստորեն իրենց մոտ տենց է դուրս գալիս։ Մամ։ Տաննես։ Ես ինչ ճամպրուկ է։ Իմ ճամպրուկն է, խնդիր կա։ 2 օրով եմ եկել։ Ընդամենը 2 օր կմնամ։ Դեմ ես։ Կաշխատեմ 2 օրից գնալ։ Ինձ լսում ես։ Չնայած ինչի եմ խոսում։ Սա իմ տունն է։ Երբ կուզեմ կգամ, կմնամ։ Ինչի եմ բացատրություններ տալիս։ Ձենդ կկտրես։ Անկիրթ։ Խոսելու ձև էլ չգիտի։ Մամ, մենակ չասես, որ էլի բան չի եղել։ Չեմ ասի։ Դե ասա տեսնեմ այդ դեպքում ինչ ա եղել։ Դու ճիշտ էիր, Նարեկ ջան։ Ես շատ եմ աշխատում ու շատ եմ հոգնում, շատ Այսօր շատ ված զգացի ու շուտ տուն եկա։ Հաստատ մենակ էտա պատճառը։ Եթե 2 ժամ թողես, որ քնեմ, կլավանամ ու քո մաման էլի քոնը կլինի։ Քնեմ։ Քնի։ Չհավատացի, բայց քնի հանգստացի։ Հետո կխոսանք։ Մահեր։ Դու հաստատ համոզված էիր, որ նրա ծնողները չկան։ Վստահ էիր, որ ճիշտ բան ես անում։ Համել այդ նամակը։
մտածնել, որ նման բան կլինի երբեք։ Տեր Աստված, ամեն ինչ մի օրում փոխվեց, ամեն ինչ։ Ամեն ինչ։ Արսեն, ես տեսա նրան։ Չգիտեմ, ես երևի խելագարվել եմ, կխապեմ, եթե ասեմ, որ ինչ-որ բան զգացի, ոչ մի բան էլ չեմ զգացել, աղջիկը եկել էր մոր մոտ, բժշկու, շատ հմայիչ երեխա էր, բաց աչքերով, բաց մազերով, անունը Լուսին է։ Երբ որ երեխեն ծնվեց, Սատիկ Տոտան ասում էր, երեխի մաշկը սպիտակ է, մազերն էլ բաց են։ Ու իմ մեջ տպավորվել է, որ աղջիկը սենց այդպիսին է։ Ծննդատաններ, հա։ Այսինքն այդ աղջիկը ձեր Սոնան է։ Չգիտեմ, Արսեն ջան, չգիտեմ։ Բայց այդպես եք մտածում։ Արսեն ջան, ինձ հարցեր մի տուր։ Լավ։ Լսի ինչ եմ ասում։ Աղջկու անունը Լուսինե էր։ Հիմա ինձ պետք է որ դու նորից գնաս հիվանդանոց, չէ, ավելի լավ է մի գնամ, բայց պարզի, որ երեխան էր, որ 3 օր մնացել էր հիվանդանոցում։ Հասկանում ես, Արսեն, աղջիկներից մեկը հիվանդ է եղել, չէ, ուրեմն հետ է պետք ճշտել, թե դրանցից որ մեկն է, որ ուշ են բերել տուն, գիտես ինչի, որովհետև մտածում եմ, որ դե իմ երեխեն Սոնան թոքաբոր բանով թոքերի պրոբլեմ է ունեցել, բերել են հիվանդանոց, ուրեմն հենց նա էլ մնացել են, բուժել են, հետո նոր բերել են։ Աստորեն մորը դուրս են գրել, հետո երեխուն բուժել են, նոր երեխուն են դուրս գրել։ Հա, հիմա իմացիր, այդ երեխան Լուսինեն է եղել, հա։ Այդ կինը ողջ մնացած երեխայի հետ դուրս է գրվել, իսկ հետո հասկացար։ Արսեն, եթե դու տեսնեիր այդ կնոջ հայացքը, ամեն ինչ կհասկանայիր, հասկանում ես նո պատրաստ էր ինձ սպանել, հենց որ աղջիկների մասին էի խոսում։